շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, համեցեք։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, կուզեի այսօր սկսեինք շնորհավորանքներով, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձն է այսօր, բնականաբար շնորհավորում ենք, ինքը արդեն 4-րդ անգամ ծնունդը նշում է անազատության մեջ, որովհետև մենք ապրում ենք նիկոլական Հայաստանում։ 4-րդ անգամ Արմեն Աշոտյանը իր ծննդյան տարեդարձը անազատության մեջ, ընտանիքից հեռու, նշում է այն հույսով, որ մենք վաղվա առանց Նիկոլ Հայաստանն ենք ունենալու։ Բնականաբար ինքը պայքարում է Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։ Շնորհավորում ենք Արմեն Աշոտյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ցանկանում ենք շուտափույթ ազատում և բնականաբար մաղթանքներից առաջինը, որ հասնի իր այն գեր նպատակին, որ այն Հայաստանն ունենանք, որի մասին ինքը ոչ միայն երազում է, այլ այդ Հայաստանի համար պայքարում է։ Շնորհավորում ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձը և բնականաբար անցնում ենք առաջ, ունենք էլի նիկոլական Հայաստանում խայտառակ իրավիճակներ, քանի որ սկսեցինք քաղբանտարկյալներով, անդրադառնանք մյուս քաղբանտարկյալներին, բնականաբար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի այս կալանավորումից հետո շարունակվում է առերեսումներ, չգիտեմ, այնտեղ ինչ-որ հետաքրքիր իրադարձությունների զարգացում, դե բնականաբար անգամ ձեռնաշղթաները չեն կարողանում նորմալ շոու ապահովեն, այդ ձեռնաշղթաները փոքր է, չի լինում անգամ պարոն Ծառուկյանի հագով ու այդ գործերն էլ իր հագով չի, բայց այս ամեն ինչը Ծառուկյանի մասին չի, այս ամեն ինչը Թևանյանի մասին չի, այս ամեն ինչը Աշոտյանի մասին չի, այս ամեն ինչը նրա մասին է, որ Հայաստանում չկա արդարադատություն, որ Հայաստանում չկան դատավորներ, որ չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում չի աշխատում օրենքը, որ Հայաստանում ընդհանրապես չկա օրենք, կարգ ու կանոն, Հայաստանում կա քաղբանտարկյալներ, այն էլ հարյուրավոր և հազարավոր, ովքեր ուղղակի պայքարում են իրենց հայրենիքի լինելու համար, ովքեր պայքարում են իրենց ազատ խոսքի համար, ովքեր պայքարում են, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես լինի ժողովրդավարություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք ստեղծվել է մի իրականություն, որտեղ յուրաքանչյուր ընդդիմադիր պոտենցիալ քաղբանտարկյալ է, եթե ինքը ուղղակի դեմ է այս իշխանություններին, անկախ այն տրամաբանությունից ինքը ճիշտ է ասում, սխալ է ասում, ինչ-որ բան ասում է, թե չի ասում, այս մարդը բանտարկում է յուրաքանչյուրին, անգամ կենդանիներին քնեցնում և սպանում է միայն նրա համար, որ ուղղակի վրեժ լուծի կենդանիների տիրոջից։ Ունենք իրավիճակ, որտեղ որ քաղբանտարկյալներ ենք ունեցել անչափահաս, քաղբանտարկյալներ, որ ձվածեղ են սարքում, քաղբանտարկյալներ, որ բարերարներ են, քաղբանտարկյալներ, որ բարեգործներ են, քաղբանտարկյալներ, որ անգամ քաղաքականությամբ չեն զբաղվում ու ուղղակի ինչ-որ բլոգ են վարում։ Այնպես որ քաղբանտարկյալներին բնականաբար մաղթում ենք ազատություն, արդարադատությունը վերականգնվելու է, արդարությունը վերականգնվելու է, իհարկե հիվանդանում է արդարությունը, բայց չի մահանում, այնպես որ մենք բոլորս լիահույս ենք, որ մեր քաղբանտարկյալները մեր պայքարի խրամատում կլինեն հենց այն ժամանակ, երբ որ մենք կազատվենք Նիկոլ Փաշինյանից և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Հիմա ՔՊ ասելիս բնականաբար առաջինը հիշում ենք մեր իրականության մեջ ապրող մարդկանց, ովքեր որ իրենց կյանքի բնույթով կոչվում են շառ։ Այդ մարդիկ, ովքեր որ իրենց կյանքով բացի շառից ոչ մի բանով չեն կարող զբաղվեն, հիմնականում զբաղվում են դեղին թերթերի ղեկավար, ներկայումս Հայաստանի Հանրապետության ցավոք սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լոբինգով, գովաբանությամբ և բնականաբար ցեխ են շպրտում յուրաքանչյուր ընդդիմադիրի վրա, ում հետ կապված անգամ եթե կարող են հորինել մեկ պատմություն։ Ուրեմն ունենք Վիգեն Ավետիս անունով, չգիտեմ, մշակութային գործիչ, քանդակագործա, չգիտեմ ինչ է քանդակում ու իր կյանքում ինչ-որ ձեռքբերումներ ունեցել է բացի շառանելուց, բայց այնուամենայնիվ այս տվյալ քանդակագործը
չգիտեմ ծնողները ոնց են քանդակել, որ սենց է ստացվել, բայց այնուամենայնիվ ունենք իրավիճակ, որտեղ որ հայ տղամարդու կերպարին ոչ բնորոշ մի մարդ կա, ով ինչ որ քանդակներով զբաղվում է այնուամենայնիվ։ Հիմա այս քանդակագործը քնե զարթն էլ է, քանդակ էլ է, որ ինքը ճանաչում է արվեստագետի ում անունը չի հիշում, ով մահացել է, բայց ինքը եղել է առուսների վանդակում։ Ոչ առուսներին է հիշում, ոչ քանդակագործին է հիշում, ոչ այդ պատմությունը պատմողին է հիշում, ոչ մի բան չի հիշում։ Ուղեղի ցնցում է ստացել երևի այդ պատմությունը լսելուց հետո, ու այս մարդը սովորական շառ է։ Այս մարդու հետ խոսելու ոչ մի բան չկա, ու յուրաքանչյուր մարդ պետք է վերցնի, նայի տվյալ Վիգեն Ավետիսին ու հասկանա, որ եթե անգամ մարդը քանդակագործ է, ինժեներ է, խելացի է, մաթեմատիկոս է, եթե ինքը շառ է, իր վաստակը ոչ մեկին պետք չի։ Որովհետև եթե տղամարդը ի սկզբանե նախ տղամարդ չի, արդեն էական չի ինքը ինչ գործունեությամբ է զբաղվում, իր արած գործը պետությանը կամ ժողովրդին ինչ որ օգուտ տալիս է, թե չէ, այնպես որ ողջունում ենք Վիգեն Ավետիսին, մաղթում ենք իրան, որ եթե չհայտնվի անգամ առուսների վանդակում, հայտնվի այնտեղ, որտեղ որ իր իսկական տեղն է։ Մյուսը, որ պետք է անդրադառնանք, էլի ցավոք սրտի արվեստագետ մարդ, ով ցավում եմ իր համար, որ ընդհանրապես ես կուզեի, որ ինքը հայ ծնված չլիներ, բայց այնուամենայնիվ ունենք Ռուբեն Հախվերդյան, ով վայրահաչում է նախկին նախագահների հետ կապված ու իմ մոտ հարց է առաջանում, էլի, բա նախորդ 20 տարիների ընթացքում այդ որ տենց մեծ փրթում ես, էլի, բա ուր էիր այդ այն մի հատ խոսք կար, չէ՞ որ ասում է, բա նախկինների ժամանակ ուր էիր, էլի, վախենում էիր, հա, այդքան տղամարդ չկայիր, որ այդ կարծիքդ, որ հիմա արտահայտում ես, այն ժամանակ արտահայտեիր, բա երգեիր այդ կարծիքդ։ Ոչ բարով խերով մի երկու հաջողված երգ ես ունեցել քո կյանքի ընթացքում, բայց տենց էլ կարծիք չկարողացար ձևավորես ոչ քո շրջապատում, ոչ էլ հասարակության մեջ որպես հասարակական գործիչ։ Հիմա Ռուբեն Հախվերդյանը խոսում է նախագահներից նախկին ու ինչ որ մեղադրանքներ կամ ինչ որ մոտեցումներ կամ ինչ որ տարբերություններ է դնում ու փաստացի դա անում է հայկական ժամանակի եթերում, այսինքն հայկական ժամանակը մենք գիտենք, որ բանսարկուների, շարերի ու նենց մարդկանց տեղ է, ովքեր որ ամենակիչը նորմալ հայեր չեն, այսինքն եթե իրենք անգամ հայ են ծնվել, իրանք հայ կոչվելու իրավունք չունեն։ Սկսված Նիկոլ Փաշինյանից, ով ղեկավարն է այդ ամբողջ դեղին թերթերի ու հայկական ժամանակի։ Հիմա Ռուբեն Հախվերդյան, դու քո ապրածից գոհ ես, որ մեղադրում ես այն նախագահներին, ովքեր որ Արցախ են ազատագրել։ Կարող է Արցախի մասին էլ երգ ունես, բայց Արցախ ազատագրողներից դժգոհ ես։ Դու երկրորդ նախագահի կամ երրորդ նախագահի չափ կյանքումդ արած ունես այս երկրի համար, որ իրանց մեղադրում ես։ Դու ընդհանրապես երրորդ նախագահին որ տենաս, կարող է հոգին մեջիցդ փախնի, չհասցնես հարցերդ տաս։ Դու ընդհանրապես քեզանից ինչ ես ներկայացնում, որ մի հատ էլ փորձում ես մեղադրես մեր Արցախի հերոսներին, Արցախ ազատագրողներին, երկիր պահողներին ու Ալիև կզսնողներին։ Ում դեմը որ դու կզած ես հիմա, ում որ Ալիևը կզծրել է, այսինքն Նիկոլ Փաշինյանին փաստացի։ Դու իր դեմն ես կզում, դու իր լրատվականում ես ելույթ ունենում։ Ու դա ցավալի է, ցավում եմ քո համար, որ կարայիր նորմալ արժանապատիվ կյանքով ապրեիր ու քաղաքականությամբ էլ չզբաղվեիր, ոնց որ քո նման բացառիկ գործիչներ ունենք, չգիտեմ, հասարակական քաղաքական կյանքում, ովքեր չեն զբաղվում։ Հիմա դու եթե զբաղվում ես քաղաքականությամբ ու հայտնվել ես հայկական ժամանակում, բարի եղի քեզ մարդավարի պահի, որտեվ ամոթ է, մեծ մարդ ես, այդ եղած վաստակդ կգցես ջուրը ու տենց էլ կմեռնես կեթած չես հասկանա որտեղ շեղվեցիր ու սխալվեցիր։ Այնպես որ ուշադիր եղեք ու ընդհանրապես արվեստագետ կլինի, քաղաքագետ կլինի, թե սովորական հայ կլինի, յուրաքանչյուր մարդ, որ փորձում է մեղադրի դիմացինին, պետք է նայի ինքը ինչ վաստակ ունի, ինքը ինչ արի ազգի, պետության, երկրի բարության համար ու հայ ժողովրդի, որ մի հատ էլ մեղադրում է մյուսներին, ովքեր որ ասենք ազատագրել են, երկիր են ղեկավարել եւ այսպես շարունակ։ Այնպես որ ու նման շարերը շատ են։ Լինում են դեպքեր, երբ որ այս նիկոլական բլոգերները, նիկոլական այս արվեստագետները ու այս նիկոլական մասան հիմնականում գործ տալու հետ սեր ունի, իրանք նորմալ են նայում այդ ամեն ինչին ու իրանց կյանքում իրանց ապրելակերպի մի մասը դրանով է լցվում, որովհետև իրանց կյանքը մնացած առումներով դատարկ է, դա նորմալ է։ Յուրաքանչյուր նիկոլական, ով հիմա հոգով
ու հոգու խորքում պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին ու իրեն համարում է նիկոլական, էլ իրեն զոմբի չենք ասում, որովհետև արդեն զոմբի փուլից իրանց մոտ հասել է այն վերջնական փուլին, որը որ դիագնոզ ունի ու այդ դիագնոզը կոնկրետ հիվանդության մասին է, որ այդ մարդիկ հիվանդ են։ Իրանց մեջ կա դատարկություն, որը լցնում է Նիկոլ Փաշինյանը իր ՀԴՄ կտրոններով, իր դատարգաբանություններով, իր վնասակարի երգերով ու չգիտեմ, ասենք անկապ խոսույթով մնում է, ասենք այդ իր կերած կուկուռուզն ու պերաշկին բխկա այդ մարդկանց վրա, որ այդ մարդիկ դրանից հաճույք ստանան։ Հենց որ իրանց հետ կապված ամեն ինչ նորմալ է։ Հիմա անցնենք առաջ ու ունենք խորքային խնդիր, որ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների թիվը այնպիսի աճ է գրանցել, որ պայմանականորեն վերցնենք շաբաթվա կտրվածքով անհնար է գեթ 1 սպանություն չլինի, ուղղակի շաբաթվա կտրվածքով, այսինքն լրահոսը թերթում ես, մայրը սպանեց զավակին, զավակը սպանեց մորը, հանցագործություններ Մուրացանում, հանցագործություններ Էրեբունիում, կրակոցներ Կոմիտասում, կրակոցներ Էրեբունիում, կրակոցներ Շենգավիթում, կրակոցներ Երևանում, կրակոցներ Աբովյանում, դանակահարություններ եւ այսպես շարունակ ու մարդիկ են մանում, հասկանում եք ու ունենք, չգիտեմ, ներքին գործերի նախարարուհի, ով ասում է, որ հանցագործություն, ասենք ծիծաղելի է, չեմ կարող, հա, հրազենային ասում է, հանցագործությունները հրազենի կիրառմամբ, օգտագործմամբ եւ այլն, բացառիկ ցուցանիշներ ունենք նվազելա եւ այլն։ Հա, նույն շաբաթվա մեջ, ասենք, կրակոցները Էրեբունիում, Մուրացանում, երիտասարդը զով է, հետախուզում եւ այլն, ու այդ մասկի շոուն էլ կա, էլի, ապահովված, որ ձերբակալվեցին եւ այլն, բայց եթե հանցագործությունները պակասել է, այդ մասկի շոուն ինչի մասին է ամեն օր, որ մի 500 հոգով ոստիկանական համազգեստերով մտնում են մի հատ դուռ են ջարդում, էդի մի 20 տեղից նկարում են, ավելի շատ նկարող կա, քան ձերբակալող։ Բայց այնուամենայնիվ այդ ստերի չափաբաժինը, որ դուք ներկայացնում եք ժողովրդին, դուք մոռանում եք, որ այդ ժողովուրդը իջնում է բակ, այդ ժողովուրդը հետևում է նաև այն լրահոսին, որը որ իրականությունն է։ Հմեկից դուրս էլ կյանք կա, ու այդ հմեկից դուրս կյանքում մենք ապրում ենք։ Մեր հոգսերով ու մեր խնդիրներով հանդերձ մենք ապրում ենք այս Հայաստանում, որտեղ հանցագործություն կատարվում է ամեն ժամը մեկ։ Ոնց է, չէ, ասենք կան աշխարհում ապահով երկրներ ու կան երկրներ, որտեղ հանցագործությունը ավելի շատ է։ Հիմա մեր երկիրը ժամանակին ամենաապահովների շարքին էր դասվում, որ տուրիստների համար ավելի լավ նախապայման էր, որ հանցագործությունները քիչ ավելի ապահով է, երեկոյան յուրաքանչյուր ժամի կարող են զբոսնել եւ այլն եւ այլն։ Հիմա ունենք իրավիճակ, որ երեկոյան ուղղակի չես կարող զբոսնել, որտեղ կարող է հայտնվես մի մարտաֆիլմի մեջ, որտեղ որ ողջ չես կարող դուրս գալ։ Էս է մեր երկրի իրականությունը։ Մեր երկիրը դարձել է մեծ մարտաֆիլմ, ժամանակին սիթքոմ էր, հաշվի առնելով ազգային ժողովը, հիմա դարձել է մեծ մարտաֆիլմ ներկայացնող մի հատ երկիր, որտեղ որ յուրաքանչյուր պահի կարող են սպանել, գցել մեքենայի տակ, ուղղակի, չգիտեմ, ում ոնց հարմար լինի, այս մարդիկ զենքը սարքել են ուղղակի խաղալիք ու իրանց հետ կիրառում են, օգտագործում են եւ այլն, անգամ խնջույքների ժամանակ լսվում է դեպքեր կամ լրահոսից իմանում ենք, որ չգիտեմ, որդին հոր ատրճանակով օդ է կրակել, ասենք ինչ-որ միջոցառման ժամանակ։ Ու այս ամենաթողությունը ավելացնում է հանցագործություններ, ու այս հանցագործությունները խլում են կյանքեր։ Ու այդ խլված կյանքերի համար պատասխանատու է ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը ու տվյալ պահին գործող իշխանությունը։ Ու այդ իշխանությունը յուրաքանչյուր մահվան համար պետք է պատասխանատվություն կրի։ Յուրաքանչյուր մահվան համար պետք է մարդիկ դատվեն ու այս մարդիկ պետքա պատասխանատվության ենթարկվեն անգամ այդ մահվանից հետո, եթե այդ մահվան ելքը կա, ուրեմն կա հանցագործություն, եթե կա հանցագործություն, պետքա բացահայտվի այդ հանցագործությունը, թե չէ որ հրապարակում եք նվազեց, դուք կարծում եք հրապարակելով նվազում, հա? Այդ հանցագործությունները մի օր գալու է հասնի ձեր դուռը։ Մի օր ձեր երեխաներին չեք կարողանալ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ, որովհետև վախենալու եք այդ հանցագործությունների աճից։ Դուք էլ եք չէ մեր երկրում ապրում։ Այնպես որ այդ ձեր ստերը թարգեք ու գործով զբաղվեք։ Ես հասկանում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության յուրաքանչյուր անդամից պահանջել, որ ինչ-որ գործով զբաղվի, անգամ ծիծաղելի է ու աննպատակ ինքը արձանագրումը նրանում է, որ հնարավոր չէ, որ քաղաքացիական պայմանագիրը հայանպաստ ժողովրդավար գործունեություն ծավալի։ Այս մարդիկ, որ մի հատ ընդդիմադիր օրինակ Facebook-ում գրի, որ ասենք ինքը համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան, մի 200 հոգով կգնան, կձերբակալեն, կկալանավորեն, բայց երբ որ օրը ցերեկով
երիտասարդին դանակը հարում են կանգառում, Աբովյան քաղաքում, դա նորմալ է իրենց համար, ուղղակի հերթական հանցագործություն է, որ կարելի է հրապարակել, Վաղարշյանում զենքով ուղղակի ուղիղ հանում կրակում են եւ այսպես շարունակ։ Հաջորդ ցավալի դեպքը, որ արձանագրվեց արդեն ՀՀՊՆ-ում, պետք է դե Պապիկյան Սուրենին ինչով անդրադառնանք, օրինակ Սուրեն Պապիկյանը, չգիտեմ, պատմաբան է, պատմության դասատու է եղել, մեկ էլ դարձել է դրոնագետ, հետո դարել է, չգիտեմ, քաղաքագետ, հետո մեկ էլ հոп պաշտպանության նախարար։ Հիմա տեսեք, Սուրեն Պապիկյանի խղճին են վերջին 7 ամիսների ընթացքում 30 զոհերը։ Հիմա դուք կասեք, մեր երկրում խաղաղությունն է, մարդիկ ապահով կարող են իրանց զավակներին ուղարկեն, որպեսզի ծառայեն հայոց բանակում, դա պատիվ է եւ այլն եւ այլն։ Հիմա հարց է առաջանում. 30 զոհվածների ծնողները ապահով Հայաստանում են ուղարկել բանակ։ Բնականաբար ոչ։ 30 զոհվածի ծնողները իրավունք ունեն պահանջելու իրենց զավակներին պաշտպանության նախարարից եւ ներկա իշխանություններից, իրավունք ունեն։ 30 զոհվածներ իրավունք ունեին կյանքի, չգիտեմ, ապրելու, ընտանիք կազմելու, իրենց երազանքներ իրականացնելու ունեին, բայց այդտեղ ոնց որ իրականանում է միայն Պապիկյանի երազանքը, ինքը Հարստանում է։ Այդտեղ իրականանում է Նիկոլ Փաշինյանի երազանքը, որովհետև հայեր են զոհվում։ Ու այս խաղաղության ֆոնի վրա, որ իրականություն չի, խաղաղ պայմաններում վերցնենք, որ այս պահին խաղաղությունը, չէ, բայց զոհեր ինչի մասին է։ Այս նույնն է, որ ադրբեջանցիները կրակեն, զոհվեն, ինչ տարբերություն։ Այս մարդիկ իրար կրակում են, ինքնասպանության դեպքեր եւ այսպես շարունակ։ Այս խայտարակության պատասխանատուն ով է։ Պաշտպանության նախարարը, ներկա իշխանությունները, բա այս 30 զոհերի ծնողներ իրանց երեխային ումից պահանջեն, արդարադատություն ումից պահանջեն, արդարություն ումից պահանջեն, այդ ճշմարտությունը ումից պահանջեն, լավ, այսքան ստորություն, դուք չեք վախում Աստծուց, ես զարմանում եմ, էլի, ասենք 7 ամսվա ընթացքում 30 զոհ, ախր դա անթույլատրելի է, ախր դա անընդունելի է, ախր համակերպվելու չի, այս խայտարակությունը, սա մեծ ազգային ողբերգություն է, հասկանում եք, փողոցներում երիտասարդները իրար են սպանում, մեր զինվորները իրար են սպանում բանակում, հասկանում եք, ու այս ամեն ինչը ներկայացվում է որպես խաղաղություն, ապահովություն, չգիտեմ, տեր կանգնիր խաղաղությանդ գնա ընտրիր 16-ին։ Խնդրեմ, էսա 16-ին ընտրածների պատճառը հետևանքային կապով արձանագրում ենք, որ 7 ամիսների ընթացքում եղել է 30 զոհ։ Էլ չեմ ասում, որ մենք սեպտեմբերին չենք ակնկալում Նիկոլ Փաշինյանից խաղաղություն։ Ինքն էր ասում, որ մեծամասնություն չունենա սահմանադրական, կարող է պատերազմ լինի ու աղետաբեր պատերազմ լինի։ Հիմա ունենք իրավիճակ, որը խայտարակության եւ ողբերգության մասին է, այս մարդիկ 8 տարի է, մեզ բերում են զոհեր, մեզ խայտարակում են ամբողջ աշխարհով մեկ, որպես Հայաստանի Հանրապետություն եւ հայ ժողովուրդ, այս մարդիկ բերում են սպանություններ, այս մարդիկ բերում են արյուն, այս մարդիկ սպանում են հղի կնոջ, այս մարդիկ սպանում են դատարանի դահլիճում հայի, այս մարդիկ սպանում են համայնքապետի իր բակում, այս մարդիկ ինչ գտնում, գտնում սպանում են, այս մարդիկ սպանում են մեր արժանապատվությունը, այս մարդիկ ուզում են մեր մեջ ոչնչացնել մեր ինքնասիրությունը, այս մարդիկ անգամ մեր կրոնը ուզում են, որպեսզի մենք ուրանանք եւ մոռանանք, որ մի կտոր ավել լավ ունենանք։ Այս խայտարակության մասին է հասկանում եք, այս զոհերի պատասխանատուն պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժվի, ու դա պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, ուղիղ անմիջական հրամանատարներ, ովքեր որ պատասխանատու են տվյալ զինվորների համար։ Ու դուք ասում եք, որ այն ժամանակ բանակը լավը չէր, բանակը թալանում էին եւ այլն։ Նախկինների բանակը 16 թվին Ալիևա կզծրե։ Ռոբերտ Աբաջյաններ իրենց կյանքի գնով պահել են մեր սահմանները անառիկ։ Ու ներկայիս զինվորները ուղղակի իրար սպանում են, թուրքերը էլ չեն հասցնում գան։ Էս է խայտարակությունը մեր բանակի։ Ու դուք դեռ նախորդ բանակի մասին ուզում եք խոսակ, որ տարածաշրջանում գործոն էր, որ տարածաշրջանում մարտունակ բանակներից մեկն էր մեր բանակը։ Ու մենք դա ապացուցել ենք անգամ քարորիա պատերազմում, ու հիմա մենք 20 թվականից հետո դուք ասում եք, որ բերել եք խաղաղություն, Արցախի գնով ազատագրել եք Հայաստանը եւ այլն եւ այլն։
Ուր է ձեր ազատագրած Հայաստանն ու խաղաղությունը։ Որտեղ է ձեր բերած խաղաղությունը, եթե խաղաղ պայմաններում զինվորները իրար սպանում են ու ինքնասպանություններ է տեղի ունենում։ Եթե խաղաղ պայմաններում Երևանի փողոցներում հայեր են սպանվում, որտեղ է ձեր խաղաղությունը, որտեղ է ձեր անվտանգությունը։ Ու ընդհանրապես ես զարմանում եմ, այսքան մեղքերի տակից դուք վաղը մյուս օր ոնց եք դուրս եք գալու արդյոք թե ոչ։ Ձեր պատիժը տալու է եւ Աստված, եւ հայ ժողովուրդը։ Դուք ուղակի սպասեք, որ գա ձեր հերթը։ Ուղակի սպասեք։ Յուրաքանչյուր իշխանություն անցողիկ է։ Ձերն էլ անցողիկ։ Այդ իշխանությունը լավը լինի թե վատը լինի, անցողիկ է։ Ու երբ որ ձեր իշխանությունը էլ չլինի ձեր մոտ, այսպես կոչված, դուք պատասխանատվություն եք կրելու։ Էլ չեմ ասում, որ Երևանի փողոցներում հայտնվեն Սողոմոն Թեհլիրյաններ։ Այնպես որ ուշադիր եղեք, չի կարելի այսպես պղծել մեր իրականությունը հանուն ձեր պարգևավճարների ու աթոռի ու 2 կոպեկի։ Էլ չեմ ասում, որ դուք անգամ վախենում եք արձագանքեք ու չեք արձանագրում, որ Ադրբեջանի ղեկավարը ու ադրբեջանցիները ինչ խոսույթ ունեն ու ոնց են վերաբերվում մեզ որպես հարևան եւ դուք եք նշում, որ մենք արդեն բերել ենք խաղաղություն, ուղակի հարևան պետություններ ենք։ Դուք ուղակի նայեք իրանց լրահոսը ու իրանց պաշտոնյաների ներկայացրած իրանց մոտեցումները, էլի, ասենք, որ Գյոյչա, Երևան, չգիտեմ, ասենք Արևմտյան Ադրբեջան։ Այս ձեր բերած խաղաղությունը ոչ մի բանի պետք չի։ Ձեր բերած խաղաղություն ուղակի թղթի վրա 3 մարդու ստորագրություն է, որից մեկը չգիտի Ալբանիան ու Հայաստան իրարից ինչով են տարբերվում։ Այն մյուսը ուղակի սովորական տերորիստ է, ով որ կարա Ռամիլ Սաֆարովին տա, ասենք, հերոսի կոչում, որ քնած կացնը հարում է մեր հայ սպային, այն մյուսն էլ սովորական դավաճանն է, ով որ առավոտից իրիկուն ասում է բանուգործ թողեք, հելե գնացեք ՀԴՄ պահանջեք, հելե գնացեք, չգիտեմ, Խուստուփի լեռների վրա Գարեգին Նժդեհին տեսեք ու ներողություն խնդրեք։ Այ խայտարակ, որ դու հելե գնացել ես, հասել ես Խուստուփ։ Քո մոտ հարց չի առաջացել, այդ Խուստուփը մեզ որտեղից, ով է ազատագրե ու այդ Խուստուփ ազատագրող ու պահողը ընդհանրապես ինչ կարծիք է ունեցել քո նմանների մասին։ Դուք պատկերացնում եք օրինակ, որ Գարեգին Նժդեհը մի րոպեով արթնանար ու ասեր այ դավաճան, այս ինչ ես անում մեր երկրի հետ, այս ինչ ես անում մեր Լեռնա Հայաստանի հետ, այս ինչ ես անում իմ պահած Սյունիքի հետ։ Այս ինչ ես անում դու Արցախի հետ ինչ արեցիր ու արցախցիների հետ ինչ արեցիր։ Այդ ինչ մի պարզերես ես, մի հատ էլ հելել ես գնացել ես որպես երկրի ղեկավար Խուստուփի լեռան լանջին քեզ թույլ ես տալի իրավունք ես վերապահում, ընդհանրապես դու այդտեղ գոյություն ունենաս, դու ինչ իրավունք ունեիր տնից դուրս գայր, որ մի հատ էլ հասնեիր Խուստուփ։ Այստեղ է խնդիրը, որ դու կարում ես տնից դուրս գաս։ Ոնց որ ժամանակին բունկերում փախած էիր մանգալի, որ քեզ հայ ժողովրդից Սողոմոն Թեհլիրյանները չհանդիպեն հանգարց։ Այղից խնդիրը նրանում է, որ դու բունկերից դուրս եկար, տանից դուրս եկար ու հայտնվեցիր Խուստուփում։ Այստեղ է խնդիրը, որը որ իր լուծումը պետք է ստանա։ Հետո, այդ որ ասում ես երկրում խաղաղություն են բերել, այնտեղ չգիտեմ, Գևորգ Պապոյանն ասում է ձկնարտադրություն, ձուկը արտահանում ենք եւ այ մի ձուկ էլ ունենանք, որ արտահանենք։ Հարցը դրանում չի, բայց այնուամենայնիվ, այն էլ որ ունեինք, արտահանում էինք, մի հատ ԵԱՏՄ ունենք, մի հատ Ռուսաստանի Դաշնություն, որ համ դաշնակից էր, համ բարեկամ, համ մեզ լավ վերաբերմունք էր ցույց տալի առևտրաշրջանառության առումով նաև, այդ դրել եք սա հարամել եք։ Հիմա այդ հայկական արտադրության ծիրանը, որ դեսպանատանը դրել նկարել եք, ուզում եք ասեք, որ Հայաստանի ծիրանը մթերվել է ու արդեն Ֆրանսիայում վաճառվում է, ձեռ եք առնում։ Այդ ծիրան մթերողները հայտնվեցին Եվրոպայում ու ծիրանը հայտնվեց Եվրոպայում, դուք անկեղծ ձեր ասած ստերին հավատում եք, ասենք Ռուսաստանի Դաշնությունը եթե շարունակի այս նույն սկզբունքով այս պատժամիջոցները այսպես կոչված կիրառի այս իշխանությունների պատճառով, մենք սովի ենք մատնվելու, մենք ոչ ցորեն ունենք այն մինիմալ հացի խնդիր չեն կարող ապահովենք։ Իսկ դուք վեր եք թռնում Եվրոպա, ուր է Եվրոպան։ Եվրոպան մեզ ինչով է օգնում։ Որտեղ էր Եվրոպան, որ բռնի տեղը հանում էին մեր արցախցի քույրերին ու եղբայրներին։ Որտեղ էր Եվրոպան, որ ֆոսֆորային զենքեր էին օգտագործում Ստեփանակերտի վրա էին կրակում։ Որտեղ էր Եվրոպան, որ Ղազանչեցոցի վրա էին կրակում ադրբեջանցիները ուղիղ։ Որտեղ է Եվրոպան, որ մեր եկեղեցիները պղծում են ու վանդալիզմով են զբաղված։ Ուր է այդ Եվրոպան։ Որտեղ է Եվրոպան, որ Սոնա Մնացականյանին գցում են ավտոյի տակ սպանում են հղի։ Որտեղ է Եվրոպան, որ զինվորներ են մահանում սահմանին, բայց մենք ունենք պաշտպանության նախարարություն, անվտանգություն ու ժողովրդավարություն, ել չեմ ասում այդ ժողովրդավարության բաստիոն կոչվածի մասին։ Ուր է այդ Եվրոպան։ Որ թվականին եք դուք հիշում, սիրելի հայրենակիցներ, որ Եվրոպան մեզ ինչ-որ մի բանով օգնել է բացի խաբելուց։
Ուրա 18 թվականից եվրոպացիներին ենք սպասում, որ Կիլիկյան Հայաստանը փրկենք։ Ուրա Եվրոպան։ Էլի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է, որ մեզ օգնել է ժամանակին Արցախն ենք ազատագրել, որ մեզ օգնել է քարորյա պատերազմում խաղաղություն ենք հաստատել, զինադադար եղել, հետագայում Ալիևը պնդում էր հենց Ռուսաստանի դաշնությունը, որ իրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի ինքնորոշումն ու անկախությունը։ Բա ուր էր Եվրոպան, որտեղ է այդ Եվրոպան, որ մենք չենք տեսնում։ Ես չեմ ասում, որ Հայաստանի Հանրապետությունը պետքա պարփակվի ու վերցնի 1-2 ռազմավարական դաշնակից մենակ Ռուսաստանի հույսի մնա։ Իմ ասածը բնավ դա չի, որ դուք չասեք, գիտեք ինչ կա, այս մարդիկ մենակ Ռուսաստան եւ այլն։ Չէ, պետքա հայամետ լինել, պետք է աշխատել Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի, Հնդկաստանի, Պարսկաստանի եւ այսպես շարունակ, բայց չի կարելի խաբել մեր հայ ժողովրդին, ովքեր որ ամբողջ տարին քրտնաջան աշխատում են, ծիրան, ձուկ, ծաղիկ, որ կարողանան վաղը մյուս օր իրանց ընտանիքները պահեն, կեսը վարկով, կեսը պարտքերով, ու դուք իրանց խաբեք ասեք, որ Եվրոպան սպասում է ձեր ծաղիկներին, ձկներին եւ ծիրանին, լուրջ, դուք ոնց եք կարում ձեր գլուխը դնեք, բարձին ու քնեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ, յուրաքանչյուրիդ վերաբերվում է։ Ոնց եք դուք գիշերը քնում, եթե մեր ազգը այսքան զոհերից ու կորուստներից տարածքային հետո, այս կորոնայի զոհվածներից հետո, այս խայտառակություններից հետո, այս սպանություններից հետո, այս մահերից հետո բանակում, այս պարտքերի, վարկերի, այս սոված ժողովուրդը, որը որ մեր ցավոք սրտի մենք ունենք 40% աղքատություն, 20% ծայրահեղ աղքատություն, ոնց եք դուք քնում, էլի, ես չեմ կարող հասկանամ, ձեր մոտ ընդհանրապես խիղճ գոյություն ունի, դուք Աստծուց գոնե մի փոքր վախենում եք, ոնց եք գիշերը քնում, այս արավիրքը, որ դուք 8 տարի այս ազգի գլխին բերել եք, ոնց եք քնում, ոնց եք ձեր գլուխը բարձին դնում, ինչ եք թողելու ձեր երեխաներին, ինչ անուն եք թողելու, 2 կոպեկ ավել թողեցիք, բայց ուրա ձեր արժանապատվությունը, դուք արդյոք ինքնասիրություն ունեք թե չունեք, ոնց եք դուք քնում, այս ամեն ինչից հետո, այդ թիմի անդամը լինելով, դուք ոնց եք քնում, լավ ասենք Նիկոլ Փաշինյանը սատանայի հետ է աշխատում, իր իշխանության համար ամեն ինչի պատրաստ անգամ ձեզ զոհաբերի, բայց լավ դուք որպես շարքային քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ, լավ ոնց եք ձեր գլուխը դնում բարձին, ոնց եք քնում, դուք մի օր հավերժական քնելու եք այդ ձեր մեղքերի հետ, ոնց եք էլի վաղը մյուս օր արդարանալու, ինչ եք ասելու, այդ ժամանակ ինչ եք խաբելու, ախր դուք դրա մասին մտածել եք արդյոք, ես խիստ կասկածում եմ, որ դուք հիմա դրա մասին մտածում եք, որովհետև ձեր համար հիմա փողը նստի հաշվին, ծախսեք, լափեք, որ վաղը մյուս օր ասեք, դե մենք ինչ անենք, հրաման էինք կատարում կամ մենք մեղավոր չենք, սաղ Նիկոլն է մեղավոր, Պողոս Պետրոսն է մեղավոր, Մարտիրոսն է մեղավոր եւ այլն։ Հերթով սաղիդ խժռելու է, այս հեղափոխությունը իր զավակներին խժռելու է, այս իշխանությունը իր մաս կազմող յուրաքանչյուր հանցագործի իր հետ հավասար խժռելու է, տանելու է, ձեզնից ոչ մի բան չի մնալու։ Ձեր վրա տարիներ հետո ուղղակի խոտ է աճելու, ընդհանրապես ու ոչ մի բան ձեզնից հետո չի մնալու, բայց Հայաստանի Հանրապետությունը մնալու է, հայ ժողովուրդը մնալու են, դավաճաններ շատ են եկել գնացել, պատմության տարբեր իրավիճակներում եղել են այդ դավաճանները, բայց հայ ժողովուրդը ապահովել է իր անվտանգությունը, ունեցել է 3-րդ անգամ անկախություն ու 3-րդ հանրապետություն, որը որ դուք ուզում եք կործանեք, որ ստեղծեք ձեր 4-րդ հանրապետությունը, որը որ արևմտյան Ադրբեջանի մասին է, չի լինելու։ Մուրազներներդ փորներդ է մնալու, որովհետև հայ ժողովուրդը չի հանձնվում, հայերը չեն հանձնվում, հայերը մենակ Աստծո հույսին չեն, հայերը Աստծով ապավինում են ու առաջնորդվում են այդ քրիստոնեական արժեքներով ու երբեք չեն հանձնվում, որովհետև մեր հետ է Աստված, իսկ ձեր հետ Աստված ընդհանրապես կապ չունի, այնքան ձեզնից հեռու, այնքան Աստծուն մոտիկ, ու խոսքս ուզում եմ ավարտեմ մեր գերիներով, ովքեր որ հիմա գտնվում են Բաքվում, այն փաստաթղթի նախաստորագրումից հետո, որը կոչվում է խաղաղություն։ Խաղաղություն են կնքում Հայաստանը եւ Ադրբեջանը, բայց մենք ունենք գերիներ Բաքվում։ Մենք ունենք խոսույթ արևմտյան Ադրբեջան եզրույթով։ Մենք ունենք խայտառակություն, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան ու Ալիև, ով խայտառակում է Նիկոլ Փաշինյանին ամեն առավոտ։ Մնում է Ադրբեջանի հերոստան բացահայտ Նիկոլ Փաշինյանին։ Ուստեղ հարց է առաջանում. եթե երկու երկրներ երրորդ երկրի միջնորդությամբ բերել են խաղաղություն, հիմա խաղաղություն են կնքում Ադրբեջանը եւ արևմտյան Ադրբեջանը,
Ես զարմանում եմ, էլի, եթե ադրբեջանցիների համար Հայաստանը արևմտյան Ադրբեջանը, հիմա արևմտյան Ադրբեջանը եւ Ադրբեջանը Տրամպի օգնությամբ իրար մեջ խաղաղություն են կնքում, լավ, այս խաղաղությունը ոնց կարա նման խայտառակության հասնի, որ ուղղակի ստանդարտ թղթի մակարդակի լինի, որտեղ է այդ խաղաղությունը։ Սիրելի հայրենակիցներ, դուք այդ խաղաղությունը զգում եք, ու վերադառնալով մեր գերիների թեմային, ուզում եմ հասկանամ, եթե երկու երկրների մեջ այնուամենայնիվ ստեղծվել է խաղաղության իրավիճակ ու մենք գնում ենք այդ նախաստորագրված խաղաղության հետևից, գերիները ինչի մասին է։ Օկուպացված տարածքները 200 կիլոմետր, ինչի մասին է, եթե մենք գնում ենք խաղաղության, Ադրբեջանը ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, բայց սահմանները Հայաստանի ոնց է ընդունում, ինչ սկզբունքով, որտեղ է դեմարկացիա, դելիմիտացիայի արդյունքները, որտեղ որ մենք օկուպացված տարածքներ ունենք, կամ մեր ռազմաքաղաքական այն պետական այրերը, ովքեր որ Արցախը ազատագրել են, կռվել են, կյանք են տվել Արցախի համար իրենք եւ իրենց ընկերները։ Լավ, այդ խայտառակ դատավճիռները, որ կարդում են ՑՄ ազատազրկում 20 տարի, ախր իրանք մեզ են դատում, հասկանում եք, Բաքվում մեր գերիների հետ հայոց ազգի բոլոր զավակներին են դատում, հայ ժողովրդին են դատում, հայ ժողովրդին են դատում ու են հայ ժողովրդին, ովքեր որ ազատագրել են ու ստեղծել են այն իրավունքը իրանց երկրում անկախ ապրելու։ Այդ իրավունքը մենք իրացրել ենք ու մենք կարողացել ենք այդ ամեն ինչը պաշտպանենք ու պահպանենք ու հիմա մեր գերիները, մեր պայքարն են շարունակվում Բաքվում։ Փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, ովքեր որ չեն հանձնվում, ովքեր որ պայքարում են մինչև իրանց կյանքի վերջին վայրկյանը։ Բարի վերադարձ մեր գերիներին, պետք է մենք յուրաքանչյուր հայ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անի, որպեսզի մենք կարողանանք վերադարձնենք մեր գերիներին, մեր արժանապատվությունը եւ մեր հաղթանակները, եւ պատմության աղբանոց ուղարկենք եւ դավաճաններին, եւ Ալիևի նմաններին, ովքեր որ սաղ կյանքը կզած են եղել հայերի առաջ։ Շնորհակալություն։